Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է պատմաբան, համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, այսօր ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների թիրախավորել եկեղեցուն եւ Գարեգին Բ կաթողիկոսին, ինչ կարող եք ասել այս առումով։ Գիտեք, շատ կարևոր հարց եք բարձրացրել։ Այսօր հայոց եկեղեցի մնացել է այն միակ կառույցը, որը կարծես թե համախմբող դեր է կատարում հայության առումով, հայության համար։ Եվ այս օրերին, երբ Շվեյցարիայում քննարկվում է միջազգային կարծես թե հարթակում, նաև Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ քննարկման է դրվել նաև արցախահայության մշակութային եւ հոգեվոր ժառանգության պահպանության հարց, քննարկման է դրվել Արցախ վերադարձի խնդիր, հարց է բարձրացվել նաև գերիների վերադարձի պահով։ Այս պահին, այս ժամանակահատվածում թիրախավորվում է ամենայն հայոց կաթողիկոսարանը, թիրախավորվում է թե հայոց կաթողիկոսը, թե հոգեվորականությունը, մոռանալով այն հանգամանքը, որ այս օրերին մեկ տարից ավել ժամանակահատված առաջ այդ նույն կաթողիկոսարաններ, այդ նույն մայր աթոռներ, որ գլխավորել էր համահայկական շարժումը ընդդեմ Թուրքիայի, այդ նույն կաթողիկոսարաններ, հայոց կաթողիկոս Գևորգ Տբխիսեցին էր, որը չնայած որ չուներ բարձր հեղինակություն հոգեվորականության շրջանում, բայց հանդես եկավ հայտարարությամբ, դեմ գնաց թե Արամ Մանուկյանին, թե Մովսես Սիլիկյանի հորդորների, խնդրանքներին եւ ասելով, որ ինքը կընկնի խորանի առջև, բայց չի լքի մայր աթոռ Սուրբ Էջմիածինը եւ համահայկական կոչով ազգային տագնապ հայտարարելով ոտքի կանգնեցրեց հայ բնակչությանը պաշտպանելու սեփական տարածքը, սեփական հայրենիքը եւ հենց դրա արդյունքում է, որ ունեցանք հայոց պետականություն, հայոց պետականության վերականգնում 543 տարիա ընդմիջումից, մոտ 6 տարիա ընդմիջումից հետո 1918 թվականի մայիսի 28-ին եւ հենց դրա արդյունքում, որ հունիսի 4-ին ունեցանք Բաթումի պայմանագիր, այսօրը հունիսի 4-ը Բաթումի պայմանագրի ստորագրման օրն է, թեպետ եւ տխրահռչակ, թեպետ եւ խայտառակ հաշտություն, բայց այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը ունեցավ արտաքին ճանաչվածություն եւ հենց առաջին ճանաչողն էլ եղավ Թուրքիան, Օսմանյան կայսրությունը, թեպետ եւ Հայաստանի տարածք սահմանափակվեց մոտ 12000 քառակուսի կիլոմետր տարածքով, տրվեց Թուրքիային, զիջվեց 28000 քառակուսի կիլոմետր տարածք, արգելվեց Անտանտի երկրների հետ որևէ համագործակցություն, բայց համենայն դեպս ունեցանք ճանաչվածություն, համենայն դեպս արդյունքում էլ պարտություն կրեց Օսմանյան կայսրությունը առաջին աշխարհամարտում եւ Հայաստանը մնաց որպես հաղթող կողմ եւ որպես հաղթող երկիր ստացավ այն ձեռքբերումները, որ կար։ Բացի այդ պայմանագիրը նաև տխրահռչակ էր այն առումով, որ Թուրքիան ճանապարհ էր ստանում դեպի Ադրբեջան, Բաքվի կոմունաներ այնտեղ, բացի այդ Թուրքիան իրավունք ուներ օգտվել Հայաստանի երկաթգծից, հջուկային ճանապարհներից, նաև ծրվելու են հայդուկային խմբերը, հատկապես Անդրանիկի Ֆիդայապետի խմբի մասին էր գնում խոսքը, որը այդ ամիսներին, հունիս-հուլիս ամիսներին պաշտպանում էր Նախճեվանը, քանի որ Բրեստի հաշտության պայմանագրով Նախճեվանը դուրս էր թողնվել, անրուսական տարածք ճանաչվեց հենց հուլիս ամսին, հուլիսի 17-ին, Բաթումում էլ էլի դուրս թողնվեց եւ որպեսզի այն չպծվի Թուրքիային, ճանաչվեց որպես Բաթումից դուրս հողատարածք, բայց արդյունքում ունեցանք այդ տարածքների միացում Ադրբեջանին եւ առ այսօր է հայաթափված Նախճեվանը գտնվում է Ադրբեջանի իշխանության տակ, ինչպես եւ հայաթափված Արցախը, Արցախի հանրապետությունը, այնպես որ վերջերս այս հայտարարությունները ուղղված են Ալիևյան վարչակարգի Ալիևի վարած քաղաքականության շարունակությունը կարելի ասած, որ թիրախավորվում է ամենայն հայոց կաթողիկոսարանը, նաև անցալով այն պայմանները, որ յուրաքանչյուր անձ
սահմանադրորեն եւ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքների համաձայն իրավունք ունի անձնական տվյալների գաղտնիություն եւ այսօր չէ, որ հայոց կաթողիկոսը, եթե անգամ ինքը կուսակրոն է կամ մյուս հոգևոր գործիչները, ապա միշտ չի որ այդպես է եղել։ Եկեղեցին ունի կանոնակարգ իր օրենքները եւ հիշեցման կարգով նաեւ ասեմ, որ ՀՀ սահմանադրության համաձայն արկա է մեր հանրապետությունում դավանանքի ազատություն եւ եկեղեցին պետական քաղաքականությամբ չի զբաղվում, այն պետությունից անջատ է եւ յուրաքանչյուր ոք իրավունք ունի դավանել, այնպես որ հենց առաջին հայոց կաթողիկոսը, որը կոչվել է քահանայապետ, եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորիչը, կուսակրոն չէր, ունեցել է որդիներ, թոռներ, ընտանիք է ունեցել եւ նմանօրինակ նաեւ հայոց կաթողիկոսների շատերը, այնպես որ դա եկեղեցական կանոնակարգ է, եկեղեցու օրենք է, իրենք կարող են փոփոխության ենթարկել հոգևոր առաջնորդարանում գործող օրենքները եւ ցանկացած պահի որոշում կայացնել, թե որ օրենքին են իրենք հետևում։ Դա իրենց գործն է եւ ոչ ցենզուրային արտահայտություններ անելը վայել չէ պետության ղեկավարին, պետության առաջին դեմքին։ Եվ ի հավելումը նաեւ մի բան էլ այդ հարցին, այն որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նաեւ հայտարարում է, որ բացասականը եւս պիտի ասվի, իսկ ես ինքս մարդու իրավունքների պաշտպանին եւս ասելու բան ունեմ, համավիտ եմ, որ բացասականը պիտի ասվի, բայց ոչ պետության ղեկավարի, վարչապետի բերանով, այն պիտի ասվի, դրա համար կան արկային համապատասխան մարմիններ, պետության մեջ արկային համապատասխան կառույցներ եւ Անահիտ Մանասյանը ուրիշ բան չունի անելու, այլ գործ չունի անելու, ասելու այն առումով, որ այս օրերին նաև Թուրքիայում Իգդիրում տեղի են ունենում Մեծամորի ատոմակայանի փակման ուղղված ակցիաներ։ Իսկ ինչ ունի ասելու այդ առումով ինքը, եթե այնտեղ 33 շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր կազմակերպություններ հասարակական հանդես են եկել ատոմակայանի փակման հարցով ակցիաներ են կազմակերպում իբրև իրենց առողջությանն է վնասում կամ բնության համար աղետ է, ապա Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ինչ ունի այդ առումով հանրահռչակելու, հայտարարելու ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության շնամական երկրի արած այդ հայտարարությունների։ Մենք մոռանում ենք այն հանգամանքը, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսված բլոկադայի հենց առաջին օրերին Ադրբեջանը նմանատիպ քաղաքականություն էր իրականացնում արցախցիների նկատմամբ Բերձորի միջանցքում կուտակելով, այսպես ասած, չեմ ուզում կրկնել իրենց բառերը եւ այնտեղ իբրև դրամբոնի հանքերի օգտագործումը վնաս է պատճառում Ադրբեջանի բնապիմայական պայմաններին եւ այդ քաղաքականությամբ ի վերջո նրանք տիրացան Արցախին եւ ես չեմ վախենում եմ ուղակի եզրահանգումներ կատարել, թե այս ակցիաների ենթատեքստը ինչ է իր մեջ պարունակում։ Տիկին Հակոբյան, այս իրավիճակում ինչ պետք է անի հանրությունը։ Այս իրավիճակում հանրությունը պիտի միանշանակ իր բողոքի ձայնը բարձրացնի նման արտահայտությունների նկատմամբ, միանշանակ ամբողջովին պիտի ոտքի կանգնի, իր բողոքի ձայնը հնչեցնի, որտեվ նման պահվածքը հարիր չի, պետության ղեկին կանգնած անձին, բացի այդ, ինչ է նշանակում կառավարության հաջորդ նիստին պիտի քննարկվի անարատ հղիության իրատեսությունը։ Մենք բոլորս գիտենք, որ անարատ հղության տոն
նշվում է դեկտեմբերի 8-ին քրիստոնեական եկեղեցու կողմից, կաթոլիկները դեկտեմբերի 9-ին, որը սահմանվել է դեռևս 1476 թվականին Սիքստիոս 4-րդ պապի կողմից, իսկ 1874 թվականին արդեն Պիոս 9-րդ պապը սահմանել է անարատ հղության դոգման, այսինքն անկապտելիությունը, դրա անհերքելիությունը, անառարկելիությունը, այսինքն ստացվում է, որ այս պահին Հայաստանը որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր դեմ է դուրս գալիս աշխարհի քրիստոնեական եկեղեցական կառույցների ընդունած դոգմատիկ որոշումներին, կասկածի տակ դնելով Քրիստոսի ծննդի հետ կապված բոլոր փաստացի ճշմարտությունները, դոգման, այսինքն որը անհերքելի փաստ է եւ եկեղեցական վարդապետության բաղկացուցիչ մաս է կազմում եւ այն իրավունք չունի հերքվել, եւ ինչ է նշանակվում, որ պիտի ուղղակի քննարկվի դա ճշմարտություն է թե ոչ, այսինքն ստացվում է, այո, այսինքն ստացվում է, որ այն ինչի մենք հավատում ենք, ինչը մենք սրբացրել ենք, այս ամենը արդեն կորցրել է իր արժեքը եւ մենք կորցրել ենք մեր արժեհամակարգային սկզբունքները եւ ժողովուրդը այս պահին 100%-ով ամբողջովին պիտի ոտքի կանգնի նման վարքագծի, նման դրսևորումների դեմ եւ իր բողոքի ձայնը պարտադիր պիտի հնչեցնի։ Ձեր կարծիքով Մարիա Թոռը ինչ գործողություններ պետք է անի այս իրավիճակում եւ ինչպես կողմնորոշվի, որպեսզի հետագայում այս իրավիճակը չվերաճի քաղաքացիական բախումների։ Մայրա Թոռը հունիսի 2-ի երեկոյան հայտարարություն է տարածել, որում դատապարտել է պետության ղեկավարի նմանատիպ պահելաձևը վարքագիծը, ինձ թվում է ինքը իր դիրքում է եւ ճիշտ քաղաքականություն է վարում, հանրահռչակելով, որ պետության ղեկավարի նստած իրավունք չունի նման վարքագիծ դրսևորելու եւ ինքը ճիշտ քաղաքականությամբ է առաջնորդվում, պիտի շարունակի իր դիրքորոշումը, երբևիցե չտրվի ոչ մի կողմնակի, ոչ adekvat պահվածքներին եւ շարունակի իր նմանատիպ քայլերը, նույնիսկ լրումը նաև այդ քայլերի, ոնց հաստատца Երևանի պետական համալսարանում ուսանողության հետ հանդիպման ժամանակ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է որպես մեր հայրենիքի բաղկացուցիչ մաս։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչ ինտենսիվությամբ են զարգանում նրա ուղեղի փայլատակումները։ 2022 թվականին Պրահայում ճանաչելով որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, այսօր ճանաչելով որպես մեր հայրենիքի բաղկացուցիչ մաս եւ հանրահռչակելով այն սկզբունքը, որ մենք եթե 2020 թվականի 44 օրյայից հետո կորցրել ենք մեր հայրենիքի մի հատվածը, ապա փոխարենը ձեռք ենք բերել պետություն, այսինքն ստացվում է, որ մենք չենք ունեցել պետություն, չենք ունեցել պետականություն եւ ինձ ավելի շուտ գրավեց նրա հետեւյալ բառերի իմաստը, որ ինքը անընդհատ ամեն նախադասության մեջ կրկնում է, որ ինքը ցանկացած պահի, ցանկացած ժամ, ցանկացած օր հետադարձ է կատարում 2018 թվականին։ Ուղղակի ես չեմ հասկանում, ինչ առումով է ինքը հետադարձ կատարում 2018 թվականին, այսինքն ինքը երանի է տալիս 2018 թվականը այն առումով, որ ինքը դեռ վարչապետ չէր, եւ հիմա ինքը այս հայտարարությունները, այս վերջին զարգացումներից եզրահանգումներ անելով, միգուցե կարող ենք եզրահանգում կատարել, որ ինքը չի ցանկանում մնալ պետության ղեկին եւ դիմում է ամեն քայլի, ամեն միջոցի, որ ժողովուրդը կարելի ասած հաջողություն մաղթի նրան, ասի հրաժարվիր քո աթոռից, թե երանի է տալիս, որ դեռ նոր էր վարչապետ ընտրվել եւ դեռ չէր իմանում
թե ինչ կա իր առջևում, թե 2020 թվականին, որ ասում է 44 օրյայի ժամանակ, որ մենք փորձրինք մեր հայրենիքի մի մասը պահեցինք պետություն, այսինքն գիտեն, որ նաև այն կորցնելու է ամբողջապես Արցախը, այսինքն 2020 թվականին ինքը արդեն տեղյակ էր այդ մասին, որ տարածքները տրվելու է, ուղղակի զարմանում եմ այդ ուղեղի փայլատակումներից եւ հունիսի 1-ին Աննա Հակոբյանը, ես չգիտեմ ոնց նրան դիմեմ, իրենց հանրահռչակած կապերի պատճառով ուղղակի ինձ թույլ չեմ տալիս այլ արտահայտություն անել եւ երբ ինքը շնորհավորում է երեխաների պաշտպանության միջազգային տոնորը, դրա կողքի միաժամանակ ասում է, որ դուք մի լսեք ձեր շուրջը ինչ է կատարվում, ձեր ուղեղները դուք անմեղ եք, բայց իրենք ինչ անում են, իրենց սեփական երեխաների ներկայությամբ, նրանց ուղեղները այդքանը չի ընկալում, ինչ է, իրենց թույլատրելի է կողկրտել ամեն մի բարևարկության կանոն եւ բարևարկության դասեր փորձել տալ դիմացիներին, մարդ պիտի սկզբում տեսնի իր սեփական եսը, իրեն դիտարկի ոտքից մինչև գլուխ ամբողջությամբ, հետո սկսի դիմացինին բարևարկության կանոններ կամ բարևարկության պահանջներ առաջադրել։ Ըստ իշխանության Տիկին Հակոբյան, նրանք մեղադրում են եկեղեցուն եւ եկեղեցին նրանց ստիպում է նմանատիպ հայտարարություններ անել, որովհետեւ ասում են, որ եկեղեցին խառնվում է քաղաքական գործերին եւ նաեւ ձեր կարծիքով դուք որպես պատմաբան դպրոցներից հանել են հայ եկեղեցու պատմության դասագիրքը, դա ինչ ազդեցություն կունենա պետականության, եկեղեցու եւ ընդհանրապես երիտասարդների կյանքի վրա։ Շնորհակալություն հարցը հնչեցնելու համար, որտեղ բավական ժամանակ է կարծես թե մոռացության է մատնվել դպրոցական ծրագրերից, դպրոցական ուսումնական պլաններից այդ առարկայի դուրս բերումը։ Նախ սկսեմ ձեր հարցի առաջի մասից, ես չեմ կարծում, որ եկեղեցին միջամտում է պետական գործերին կամ պետության վարած քաղաքականությանը։ Մենք գիտենք, որ դարեր ի վեր հայ ժողովրդի համախմբող դերակատարում ունեցել է հայ առաքելական եկեղեցին եւ հայ առաքելական եկեղեցին է, որ հայոց պետականության բացակայության դժնդակ պայմաններում ոտքի է կանգնեցրել հայ ժողովրդին եւ առաջնորդել ազատագրական պայքարի եւ հետեւաբար եթե որևէ օղակներ թերանում են իրենց կատարողականները ապահովելու հարցում, բնական է, որ հայոց առաքելական եկեղեցին պիտի ասի պարտադիր իր խոսքը թե քաղաքականության, թե պետության ներսում եւ թե արտաքին հարաբերություններում, չէ որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք եւ առաջին քրիստոնյա պետությունը։ Ինչ վերաբերվում է դպրոցական ուսումնական պլաններից հայոց եկեղեցու պատմություն առարկայի հանելը, դա վերաբերվում է նոր հանրակրթության պետական չափորոշիչին դեռևս 2019 թվականին, երբ փորձարկման նպատակով 2022-23 ուսումնական տարում առաջի անգամ, ապա 23-24 ուսումնական տարում արդեն երկրորդ տարին փորձարկվել է նոր ուսումնական չափորոշիչները, հանրակրթության չափորոշիչները, եւ ի սկզբանե 2019 թվականին բողոքներ են գրանցել թե հայոց եկեղեցու պատմություն առարկայի, թե ասեմ նաեւ որ նախնական զինվորական պատրաստություն առարկանել էին հանել, բողոքների արդյունքում այդ մեկը մտցրին, սակայն հայոց եկեղեցու պատմություն առարկան չմտցվեց եւ իհարկե այն բացասական ազդեցություն է ունենում, որովհետեւ սրանով մեր երեխաները բնական է, որ իրենց հոգեվոր սնուցումը կրթությունը ստանում են ուսումնական հաստատություններում, հետեւաբար իրենք այ մեր հասարակությունը ունի դեռևս այն մակարդակը, որ իրենք կարողանան
դրան սեփական կամքով նստել եւ ուսումնասիրել այդ առարկան եւ մեր հայոց եկեղեցու պատմությունը հավանաբար նման տարիքում դպրոցահասակ տարիքում երեխաները հակված չեն դրան եւ միայն միջին մասը կարող է հետաքրքրությունից դրդված ամբողջովին սկսի ուսումնասիրել այդ պատմությունը հետեւաբար բնական է որ այն կունենա իր բացասական ազդեցությունը նույնիսկ պատմության դասագրքերից հայոց եկեղեցու վերաբերվող հարցադրումները եւ հայրենասիրական նկատառումներով գրված թեմաները հիմնականում հանվել են եւ այն որ դեռևս 2025 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի համար 10 եւ 11 հրամաններով չեղարկվել է հայոց պատմություն առարկայի անվանումը ծրագրերը եւ չափորոշիչները նաեւ իմ հայրենիքի իմ աշխարհը եւ ես առարկայի ապա հաստատվել թեմատիկ ծրագիր առանց չափորոշիչի մեր դժգոհությունների արդյունքում նաև մի ամիս հետո բայց հետին ամսաթվով հաստատվել է փետրվարի 3-ի ամսաթվով չափորոշիչ բայց այս անգամ Հայաստանի պատմության որպես Հայաստանի պատմություն այդ առարկայի մեջ բավականին շատ են բաց թողումները, թերացումները, հատկապես դասագրքերում 7-րդ դասարանի, 8-րդ դասարանի 10, 11, 9-րդ դասարան դեռևս հին չափորոշիչով են առաջնորդվել այս ուսումնական տարում, բայց գալիք ուսումնական տարում էլի նոր չափորոշիչին համապատասխան ծրագրով կընթանան, դեռևս դասագրքերը առկա չեն։ Եվ այս կարելի ասած Հայաստանի Հանրապետությունում սկսված այս օրյա Սոդոմ Գոմորի պայմաններում ես ինձ իրավունք եմ վերապահում մի համարձակ հայտարարություն անելու, որ նման իշխանությունները, նման մակարդակով իշխանավորները չեն կարող երկիր կառավարել եւ Հայաստանը կանգնեցնելու են մի նոր աղետալի իրավիճակի առաջ, այն պայմաններում, երբ թշնամական պետությունում 20-ից ավել մարտական պատրաստվածության ուղղված զորավարժություններ են իրականացվում, իսկ հոբ պետությունում դա չի իրականացվում եւ ես խորհրդի կարգավիճակով կհայտարարեի, որ իրենք միգուցե ավելի լավ կլիներ հրաժարվեն իրենց պաշտոններից եւ իրենց տեղը զիջեն ավելի կարող ուժերի ու իմ կարծիքով պետությունը կարող է ղեկավարել միայն ռազմական փորձառություն ունեցող անձը, ով անցել է մարտական թողուբոհով, ով տիրապետում է մարտարվեստին, ով գիտի հողի արժեքը, ով ի վիճակի է պաշտպանել հայրենիքի սահման եւ իդեմաս Արշակ Կարապետյանի համայնքական ճակատ շարժման առաջնորդի ես տեսնում եմ այն անձին, ով ի վիճակի է իրականացնելու մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը եւ ապահովելու մեր երկրի անվտանգությունը։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ ինքնուրույն էր պատմաբան, համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը։ Կհանդիպենք։